Իմ եւ Միքայել Սրբազանի ոչ միանշանակ չկա, մենք իրան Եթե դուք օրինակ թողություն տակ մեղքերի հաջորդ բային էլի մեղք կգործեք։ Ով է բոլորն էլ այդպես են։ Ուրեմն մեղք այնպեսի բան է, որ յետեք ինչ կա։ Ներողություն ասեմ, ուրեմն ասում է մարդը չի կարող մեղք չգործի։ Ապաշխարում ես, ուրեմն մենք բարձրանում ենք եւ հետո ընկնում ենք։ Այդպես է, մեղքի հետ կապված, ուրեմն այդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի։ Անհնարին բան է, որ մեղք չգործի։ Ընտուփ ճգնավորները անապադում մեղք էին գործում եւ իրանց համարում էին բազմամեղ։ Տես Ներսես Շնորհալին իր հավատով Խոստովանի 24 տոների վերջում ասում է եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղից, բայց ինքը սրբոց դասին էր։ Էլ նարեկացին չեմ ասում, որ աշխարհի օվկիանոսները դառնային թանակ, մայրցամաքները մակաղատ, դարձյալ չէին կարող գրերի մեղքերից 1000-րդ մասնիկը եւ այդ։ Եթե Արարատ լեռը դնենք կշերկի մի նժարին, իմ մեղքերս մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցե Արարատ լեռին, Գրիգոր Նարեկացին է ասում, Նարեկ լսի։ Ուրեմն պատկերացրեք, այսինքն եթե նրանք իրանց մեղավոր են համարում, բայց աշխարհի մեջտեղը կանգնած ոնց կարող է մեղք չգործեմ։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այդ դու էլ դա սովորի։